Հրանտ Մաթևոսյան Ծառերը վիպակ Հրանտ Մաթևոսյանն այն եզակի հեղինակներից է, ով ապացուցեց, որ մենք ունենք շատ հարուստ գրականություն։ Ծառերը վիպակի հերոսները ծանոթ են աշնան արևը վիպակից, նույն ինքը աղունը, կյանքի դժվարություններով անցած կին, ով խրատներ է տալիս առաջնեկ որդուն, պատմելով նրան իր հոր իշխանի մասին և որոշ դրվագներ սեփական մանկությունից։ Ծառերը ստեղծագործությունը կարելի է ընդունել որպես պատգամ։ Մաթևոսյանի հերոսը այն մարդն է, ով տեսնելով կյանքի դժվարությունները, այսօր հանգել է մի խնդրի առաջ, և պետք է իր փորձն ու իմաստությունը փոխանցի իր որդուն։ Այո, հենց իմաստությունը, քանի որ ստեղծագործությունը կատարելով անմիջապես հասկանում ես, թե նրա ցավը, թե սերն իր զավակի նկատմամբ, թե տագնապն այն բանի հանդեպ, որ կարող է որդին սխալ հասկանալ այն, ինչն իրականում նա ուզում էր հասկացնել նրան։ Ինչ հրաշալի կերպար է ստեղծել Հրանտ Մաթևոսյանը, իսկական հայի, իսկական գյուղական կյանքի դժվարություններ ապրած հայի։ Ես խեղճ ես, լավը չես, զավակս, որդիս, առաջնեկս, իմ թանկս, իմ լավս, լավը չես, մեջդ վրեժ չկա, ինչ իմացող է հարցնում եմ, գողում ու ծիծաղում է, իբր թե լավն ես, խղճով ես, և է ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում։ Իմ հերոք ու պապ իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էր մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր, բայց մի անգամ կես բերան ասել է, ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես ու ես քեզ ասում եմ, չպետք է այնքան քաղցր լինես, որ կուլ տան, չպետք է այնքան դառը լինես, որ թքեն, ասում ես խիղճ, բայց խիղճը գիտես երբ է խիղճ, երբ գազանի մեջ է, քոնը խիղճ չի, խիղճություն է, քու պապուին պատրոնավետիկի քնած, դանդաղ, բարի, են էլ ես ինչ իմանամ բարի թե վաղկոտ, չեղած մի պուտ արյուն են ոնց կարողացավ մերանի պես կտրել քու մեջ իշխանի տված վարար, կատաղ է արյունը, թե այդքան դուր եկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու սպասել ու հավատալ թե աշխարհը բարի է, էծը թուփ, գելը էծ, էծն ես թե թուփը, գելն ես թե էծը, որն ես, Մարդու սիրտ է պատռում Աստծո կողմնապահ թե ինչու է մեկին օձի հանկարծական խելք տալիս, մեկին էլ ստեղծում անշնորհք, ծառի պես անշարժ կանգնած, ոչ կռանում է, ոչ բարձրանում է, ոչ էլ ապրում է, աշխարհի չարն ու բարին իրենը չի, ում լուծը լինի ինքն է լծկանը, ով կացնավոր ինքը ծառ, ով հաց որ ինքը հաց, խի, ինչու, ինչի համար, այսքան ներել ու ներել, այսքան չարություն ու այսքան ներել ու մոռանալ, բայց հեղդ հիշողություն չունենա, մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ, հիշողությունը դրված է մարդու և անասունի արանքում, հիշողության մեջ ես, ուրեմն մարդ ես, վառվում ես, անհանգիստ ես, հաշիվներ ունես, հիշողության մեջ ես, հրեն, բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորդին երեք են մորթել աչքի առաջ, են կովը, են ծառը, թե հիշողություն ունի, քոնոնք էլ ունեն, քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են, քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել, ու ասում են սիրում ենք, էդ ինչն եք սիրում, էդ ում եք սիրում, էդ ապրանքից մենակ ձեր ցեղումը կա, արյունից վախենակ ու ասեք գազանը բարի է, ու երեխայի պես, ալյուծը բալի է, թե քելի, հա, բալի է, բալի է։ Ամեն շունչ արարած իր կյանքն է ապրում զավակս,
ու ամեն մեկն է դառնում ինչ որ ինքն ուզում է, ճանապարհները շատ կամքը մեկը։ Այո, ամեն մեկն իր կյանքն է ապրում, բայց այս բոլոր կյանքերը միասին Աստծո կյանքն են, ու Աստծուն հեչ դուր չի գալիս, որ այստեղ երկրից վրա մեկը մյուսի կյանքն ուտում է։ Ու ես քեզ կասեմ զավակս, ամենամեծ տղամարդկությունն է, որ ժամանակին զգաս գլխիդ հավաքվող փորձանքը։ Գոմից առաջին անգամ ոտքը դուրս դրած հորթուկի չափ պիտի զգայուն լինել դրսի բոլոր շշուկներին, դրսի բոլոր շարժումներին։ Թե չէ կանգնում ասում ես, այ մեր, Մոնղոլի աչքերն էդ ինչու են այդպես նեղ։ Վայ թող նեղ լինի, տեսնում է, բավական է։ Իսկ դու քո այդ լեն աչքերով կհասկանաս, թե ինչ է պահված այդ նեղ աչքերի ետևում։ Այդ նեղ աչքերով մտածում է քեզ բարևի, թե մտածում է քեզ սպանի։ Բա 1000 տարի ապրես թշնամուդ հետ կողքի ու չհասկանաս, որ նա քեզ մորթելու է։ Ու հոշոտվես հենց քո դռանը։ Բագա քո հաշվին երկիր սարքի, երկիր հզորացնի, իր նեղ աչքերը կլորացնի, քո հաշվին իր ցեղը գեղեցկացնի, դուք էլ մատաղի գառան պես պատրաստ կանգնեք։ Ով ուզում է թող զորանա զավակս, բայց ինչու իմ ու քո հաշվին։ Իր սուրը թող իր ոսկորի վրա սրի, ինչու իմ ու քո։ Իհարկե դու ճիշտ ես զավակս, մարդն իրավունք չունի մարդ սպանելու, բայց եթե կողքիդ կա մորեխի նախիրի տեսակ, չպիտի լռես, չպիտի խեղճանաս զավակս, խեղճությունն անեծք է դառնում քո գլխին, պատվիրան համար առաջին, մի խեղճացիր, մի խեղճացիր։